այդ ոչ թե թիվը դեպքերը պակասեցնելու ճանապարհով գնա։ Շնորհակալ եմ։ Պարոն Պապիկյան, դուք խոսում եք բանակի հեղինակությունից, բայց այս տեսեք, Վայ ջան, արիսկում։ դուք խոսում եք բանակի հեղինակությունից, ես հիշեցնեմ ձեր այս այցերից լուսանկարներ, որտեղ դուք կանած եք եւ զինվորականը այսպես բաց ձեռքերով գոտին այսպես կիսա արձակած, մի քիչ ոչ պատշաճ տեսքով ձեզ դիմավորում, այստեղ ասին գլխարկը չէր դրել ռազմականի պետը եւ այլն, ու այսպեսի շատ դրվագներ կան, առհասարակ բանակից տեղեկություններ կան, որ այն սպայական անձնակազմը, որը ունենք նախկինում լավ կանված, բայց ունենք որակյալ սպայական անձնակազմ, որոնց հանդեպ հարգանք կար եւ նաեւ զինվորները 18 տարեկան 20 տարեկանները իրենք հարգանքով են վերաբերում այդ սպաներին, իսկ հիմա այդ հարգանքը չկա եւ այդ առումով արժե զրկվել է բանակի դերն ու նշանակությունը իդեմս նաեւ սպայական անձնակազմի։ Շատը դրա համար են ձեզ քննադատում, այս մասով ինչ կասեք, նաեւ վարժական հավաքների մասով ես էլ ծանոթներն ունեմ, որ գնում գալիս են այնպեսի բաներ են պատմում, որ ես չգիտեմ պետական գաղտնիք է թե չէ, որ հրապարակենք, բայց իսկապես լավն էլ կա, բայց բարձի թողի վիճակ են պատմում, ընդ որում ասում են կոռուպցիոն սխեմաներ են գործում այդ վարժական դիրքերում, շատ վերահսկողություն չկա։ Դիմել եմ, ես շփվում եմ պարբերաբար, դա չի հարցը։ Ես փագենք, մենք չենք լսել։ Դե որ բարձրացնենք Այսինքն այդ մասով նաև որ ձեր սպաներից մարդիկ կան, որոնք որ ուտելիքների մնացածի վրա լավ փող են աշխատում, որ վերահսկողություն չկա, բարձի թողի վիճակ է, ուղարկում եք դիրքեր տերելնող չկա եւ այլն։ Սրա մասով առանցի։ Մեկ էլ դուք որ խոսեցիք գողական բարքից, գուցե սա ձեզ համար շատ տհաճ թեմա է, բայց ես հիշեցի տարիներ առաջ մամուլու մի հրապարակում ձեր մասին, որ դուք ձեր ծառայության ընթացքում դանակահարել եք ձեր ծառայակցին, հետո դատական գործ է բացվել եւ այլն։ Եթե դա իսկապես ճիշտ է, այդպես եղել է, դուք օրինակ այդ ժամանակ գողական բարքերով եք առաջնորդվել, այս ժամանակ էլ կային, հիմա էլ կային, փաստորեն այս տարիների ընթացքում 10 տարվա ընթացքում բան չի փոխվել։ Ես ծառայել եմ ռուսական բանակում, այնտեղ ընդհանրապես գողական բարքեր գոյություն չունեն։ Բայց դանակահարության դեպքում ինչի մասին է եղել։ Այնտեղ կան երկու ազգության մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Որոշ դեպքերում, այդ թվում նաեւ միջանձնային եւ անձնական հողի վրա անհամաձայնություններ առաջացել են, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հնչած մեղադրանքներին, ես երբևէ նման մեղադրանք չեմ ընդունել դանակահարության եւ այո, ես նման բան չեմ արել։ Եվ հիմա դա չեմ շարունակում եմ ձեր նախորդ հարցը, ուրեմն ես խորհուրդ կտամ ձեզ մնալ մեր սպաներին անվանարկելուց, էլի, խնդրում եմ։ Եթե ունեք կոնկրետ դրվագներ, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր այդ թվում նաև ուտելիք գողացող սպաների մասին։ Մի հատ անուն տվեք ուղակի ու տեսեք, եթե դա ճշմարտություն է, ինչա լինում այդ մարդու հետ։ Գուցե ուղիղ սպա չի, հրամանատարական կազմի չի, հրամանատարական լավ թող ենթասպա լինի։ Դուք անունը տվեք։ Ես պատրաստ եմ դիմել ռազմական ոստիկանություն, թող բացահայտում լինի, քրեական գործ լինի, մեր գործընկեր լրատվականներից մեկն էլ ին նկարը դնի, ասի բանակում բենզին են գողանում։ Որտեղ գողանում էլ հավելագրում են անում, ասում են ավելորդ Իբր ես եմ բենզին գողացող։ Չէ, բերում դիրքերում լցնում են, որի բանը չկա, գուցե այնտեղ այսինքն ավել են։ Եվ շարունակությունը։ Դրվագը, որի մասին խոսում եք, ուրեմն ես մտել եմ զորամաս անսպասելի։ Որպես կանոն, եթե ես մտնում եմ X զորամիավորում, առաջին երկու զորամասը հաջողվում է անսպասելի մտնել, նրանից հետո բոլորը պատրաստ են լինում։ Իսկ երբ անսպասելի մտնում ես, մանավանդ խոսում եք նորակոչիկ ժամկետային զինծառայողների մասին, որոնք զորակոչվել էին նախորդ օրը։ Ես անսպասելի մտել եմ, իրենք ճաշարան էին գնում, շարքի առաջ կանգնած, բնականաբար կարող էր ունենալ նաև այդ տղան թերություններ։ Հիմա ես ասեմ, գիտեք, ես պաշտպանության նախարար ես եկել եմ, դա ինչ կուլտուրա է, ինձ ոնց են դիմավորում, բոլորը զգաստու ռեմենները ձգեք, գործ ունենք, ասում եմ, մեկ օր ծառայող տղերքի հետ։ Հա, ես տեսել եմ այդ քննադատությունները, բայց հարկ չեմ համարել դրան պատասխանելու, որովհետև այնտեղ մեղադրական որևէ բան չկա։ Շատ լավ է, որ ուշադիր է մեր հասարակությունը եւ պահանջում է կարգուկանոն։ Ես էլ եմ պահանջում կարգուկանոն ու հետեւական եմ լինելու, որ կարգուկանոնը շարունակաբար ավելի ամրանա։ Մի բան էլ ճշտեմ։ Եվ շնորհակալություն։ Մի բան էլ ճշտեմ։ Ճամբարակի պետք է ինչ կասեք, այդ մարդիկ զինվորներ ինչու են փողոցում։ Դրանով կա եւ ծառայական քննություն եւ քննություն, որտեղ եթե պատասխանատուներ կան, անպայման պատժվելու են։ Պարոն նախարար, չէ, բայց ծախից հետո դուք չեր ուզել հրաժարվել։ Եթե հարց չունեք, ներողություն։ Պարոն նախարար, մենակ խնդրում եմ